Դա իմ կյանքի ամենամեծ երազանքն է, որ իմ Դավիթն կարողանա այնպես քայլի, ինչպես որ բոլոր երազակակիցները։ Անունս Ղազարա Ղազարյան, ապրում եմ Գեղարքունիքի մարզում, Մարտունի գյուղի։ Ունեմ 3 անչափահաս երեխա, երեխաներից մեծի Դավիթի մոտ մուգ սրունքթաթային դիպլեգիա ախտորոշում կա։ Լավ չի քայլում, քայլելուց ընկնում է, դպրոցում նեղվում է շատ, հնարավորություն կա վիրահատություն։ Չինաստանից բժիշկ է գալիս, այդ վիրահատության համար գումար է հարկավոր, որը ես ի վիճակի չեմ։ Վիրահատությունը 5 միլիոն է։ Աշխատում եմ շինարարություն, ստաբիլ չի եկամուտը էլի։ Որ իրանք վազնում են, ծառ են բարձրանում կամ ինչ-որ բաներ են անում, իսկ ինքը չի կարող։ Դրանից շատ է նեղվում, ասում է տատիկ, ես երազում եմ ծառ բարձրանամ, ինչպես իմ եղբայրը։ Մեկ էլ դպրոցին, որ մոտիկ ենք լինում, ինքն արդեն ամաչում է, գիտակցում է։ Մի բռնեք իմ ձեռքից, մի օգնեք, թողեք ես ինքս ու ավելի շատ է ընկնում ու ավելի ցավոտ է էլի մեզ համար։ Անընդհատ իրեն օգնող է պետք, իր կողքին մարդ է պետք։ Մենք Դավիթին միայնակ չենք կարողանում թողնենք։ Երազում եմ, որ իմ ոտները լավ քայլեն ու ես կարողանամ վազել ուրիշների նման։ Ես ուզում եմ իմ ապելը ոտը լավանա, ես էլ նախետ ֆուտբոլ խաղամ, բախկա ոչի ու բելնոչի։ Ուզում եմ Դավիթը կայլի երեխեքդ խաղա, что վազի, раз վազի։ Դավիթի դեպքում նախատեսում ենք սելեկտիվ դորզարիզոտոմիա վիրահատությունը, քանի որ երեխայի մոտ առկա է մանկական ուղեղային կաթված եւ ունենք բավականին լավ շանսեր քայլելու, քայլվածքի բարելավման առումով։ Նախատեսում ենք վիրահատությունը մեր Չինաստանի ժամանած պրոֆեսորի հետ միասին կատարել։ 0-ից 18 տարեկան երեխաների դեպքում մենք բոլոր վիրահատությունները կազմակերպում ենք պետպատվերի շրջանակներում, սակայն քանի որ այս դեպքում պրոֆեսորը պետք է ժամանի Չինաստանից եւ առաջին անգամ ենք պլանավորում Հայաստանում իրականացնել, Հայաստանում նա համաձայնել է ավելի ցածր արժեքով այդ վիրահատությունը կատարել եւ Հայաստանում այն կկազմի 5 միլիոն դրամ։ Շատ մեծ հույսեր ենք փայփայում, որ այդ վիրահատությունից հետո երեխեն կքայլի։ Շատ կուզենամ, որ բարի մարդիկ գտնվեն, օգնեն իմ Դավիթին, շուտ ոտքի կանգնի, կարողանա քայլել, վազել։